Այսպես են վերնագրել խոսքը, որ ուզում եմ ձեզ ներկայացնել սիրուց դրդված, սիրուց առաջնորդված, սիրուց դրդված։ Առաջին օրինակը Աստված եղավ մեզ համար, որ սիրուց դրդված, այն սիրուց ելնելով մարդուն փրկություն շնորհեց, իր ամենաթանկը աշխարհ ուղարկելով։ Հովհաննեսի ավետարան 3:16-ում ասում է. Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Աստված սիրեց մարդուն, այդ սերը երևաց, որ մինչև անգամ զոհ տվեց։ Եվ նա եղավ մեզ համար նաև օրինակ։ Մենք Աստծո սիրո այս վերաբերմունքը ընդունելով փրկություն ենք ընդունում, մեղքերի թողություն, բայց նաև սովորում ենք նրա պես մարդ սիրել, մարդկանց համար հոգ անել, ինչպես Աստված իր ժողովրդի համար է հոգ անում, մինչև անգամ ամենաթանկը տվեց։ Մարդը, Ադամը, առաջին մարդը մեղանչեց, մեղ գործեց։ Նա խախտեց այն պայմանը, այն ուխտը, որ Աստված ասել էր, այս ծառից չուտես։ Երբ որ Ադամը խախտեց, մենք անկեղծությամբ ասենք խորը չենք հասկանում, ինչ է նշանակում։ Ադամը մեղանչեց և մեղքը մտավ աշխարհ և այդ մեղքով մահը։ Եթե խորը հասկանանք, ավելի խորը կգնահատենք Աստծո սերը։ Այդ մեղքի պատճառն էր, որ մեղքը մտավ աշխարհ, որ Կայենը Աբելին սպանեց։ Այսօրվա պատերազմները, արժանահեղությունները մեղքի պատճառով է։ Մեղքի պատճառով էր, որ անեծք մտավ աշխարհ, փուշ ու տատաս բուսնեց։ Երկրի վրա իշխան Ադամի մեղքի պատճառով մինչև անգամ ողջ բնության կենդանական աշխարհի վրա ազդեցություն եկավ։ Գազանացան, կենդանիներն էլ փոխվեցին, որ նրանց համար կերակուր էր խոտը, կերականաչ բնությունը, որ Աստված տվել էր, հոշոտել սովորեցին իրարից։ Մեղքը մտավ աշխարհ, բայց Աստված սիրեց մարդուն, հենց առաջին մարդուն ասեց, կնոջից ծնվածը կջախջախե օձի գլուխը։ Աստված սիրելով մարդուն նաև օրենք տվեց, սուրբ օրենք, որ երբեմն մենք այդ օրենքի մեծությունը, քաղցրությունը չենք հասկանում։ Օրենք, որ երկու մեծ օրենքներից է ծնվում. սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, հոգով, մտքով և զորությամբ, և սիրիր քո ընկերոջը քո անձի պես։ Աստծուց դուրս եկավ այդ սուրբ օրենքը, սիրուց բխած օրենքը, 10 պատվիրանները, որ այդ երկու մեծ օրենքներից բխեցին, այդ երկու մեծ օրենքներից են դուրս եկել։ Աստծո հանդեպ սիրով վարվիր, նրա իրավունքները պահիր, մարդկանց հանդեպ սիրով վարվիր, մարդկանց իրավունքները պահիր։ Սիրով վարվելը շատ մեծ, ասենց ասած, արդարության առաջնորդող ուժ է։ Կկարդամ ձեզ համար Հռոմեացիս նամակի 13-րդ գլխից 8-րդ համարից մինչև 10 համարը։ Ոչ մեկին ոչինչ պարտք չմնաք, բացի իրար սիրելուց, որովհետև ընկերին սիրողը օրենքը կատարել է, քանի որ այն մի շնանար, մի սպանիր, մի գողացիր, մի սուտ վկայիր, մի ցանկացիր
Եվ ուրիշ ինչ պատվիրանք էլ որ կա, այս խոսքում է բովանդակվում. քո ընկերին սիրիր քո անձի պես։ Սերը իր ընկերին չար չի անի, ուրեմն օրենքի լրումը լրացնող օրենքի սերն է։ Հոմանիշ միտք եմ ասում, օրենքի լրացնողը սերն է, շատ նուրբ հարցեր կան, շատ նուրբ հարցեր, որ կարծես օրենքը կարդալով այդ նրբությունները չտեսնես, բայց եթե սեր ունես, լրացնողը սերն է, այդ նրբությունները սկսում ես քո ներսից հասկանալ, ինչպես վարվես այս մարդու հետ։ Երբ որ այնպիսի մի իրավիճակում ես հանդիպում, կարծես թե օրենքում գրված չի այս փոքր հարցերում ինչպես վարվես, բայց եթե սուրբ սեր աստվածային քո մեջ լինի, դու իմաստություն կունենաս, հասկանաս ինչպես վարվես, օրենքին լրացնողը սերն է, դա մի իմաստության գիտության սենց ակունք է, սերը, սեր ունեցողը ճիշտ է վարվում մարդկանց հետ, ճիշտ է վարվում իր ընտանիքի հետ, իր ընկերների հետ։ Առաջին Կորինթացիս նամակում ասում է 13-րդ գլխից կկարդամ, առաջի երկու համարները, այդտեղ 3-ն էլ կարդամ, լավ, որ մտածում եմ իբրև քիչ համարներ կարդամ, 13-րդ գլխի 1-ից 3-ը։ Եթե մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունեմ, ես ձայն հանող ծնծղա, ձայն հանող պղինձ եղա, կամ հնչեցող ծնծղա։ Ծնծղան դա երաժշտական գործիք է, որ մեծ թիթեղներ, որ իրար խփում են, հնչող ձայն է հանում։ Ձայն հանեցի։ Թեկուզ այլ եւ այլ լեզուներով խոսեմ, բայց սեր չունեմ, ուժ չունի իմ արածը։ Եթե մարգարեություն ունենամ եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտությունը եւ եթե ամեն հավատքը ունենամ, մինչև սարերն էլ տեղափոխելու, բայց սեր չունեմ, ես ոչինչ եմ։ Ոչինչ։ Պատկերացնում եք, ոչինչ, կշիռ չունեցող։ Թեկուզ գիտություն ունես, իմաստություն ունես, բայց սեր չունես, ոչինչ։ Եթե իմ ամեն ապրանքները աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ, որ այրվի, բայց սեր չունեմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենա։ Եթե սիրուց դրդված չի մարդկանց լավություն անելս, ողորմություն անելս, ես օգուտ չեմ ունենա։ Վարձի էլ չսպասեմ, աղքատ էլ կմնամ, օգուտ չեմ ունենա։ Սերը, սեր ունենալը, սիրուց դրդված մարդկանց բարեգթություն անելը իմաստավորում է քո արածը։ Դու չես կորցնում քո լավությունը, թեկուզ ում որ արեցիր նա ետ չի կարա վերադարձնի, բայց Աստված շարժառիթդ է տեսնում, սրտիդ այն ակունքը, նպատակը ինչն էր, որ դա արեցիր։ Շատ մարդիկ են իրար լավություն անում, շատ մարդիկ են գումար բաժանում, բայց ինչից դրդված, Աստված տեսնում է մարդու սիրտը։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մեղավորի համար որդուն ուղարկեց։ Մեղավոր մարդ, որ կորուստի մեջ էր, որ չկորսվի։ Հավատալով Քրիստոսին չկորսվի, այլ փրկվի։ Շատ անգամ մենք ուզում ենք ծառայել մարդկանց, կամ ընտանիքին, կամ մեր հարազատներին ծառայել, բայց եթե սիրուց դրդված չի, մեր արարքների մեջ շատ եւ շատ կոպիտ, սխալ վերաբերմունքներ կլինեն, աչառություն կլինի, շահախնդրություն կլինի,
մաքուր վերաբերմունք, ակունք չի լինի, մաքուր սիրտ, որ չունես, գործերդ էլ մաքուր նպատակով չեն լինի։ Օգնությունդ էլ օգնություն չի լինի։ Բայց եթե սեր ունես, սիրո մեջ իմաստություն կա, օրենքի լրացումը սերն է, գիտություն կա սիրո մեջ, ինչպես վարվես, ում հետ ինչպես խոսես։ Եթե մեկը ինչ-որ մի սխալ է արի, ուզում ես ուղղես, նրա վիճակի մեջ մտնել կարաս, եթե սեր ունես, նրան կարաս հասկանաս, ուղղես, այո, խրատես, եթե խիստ էլ խրատես, սիրուց դրդված խրատի մեջ օրհնություն կա, այդ խստությունն էլ դեղ է։ Բայց եթե սեր չկա, ուղղակի ավերում է, մարդը դատող է, իր խրատները, սենց ասած, կոպտելու, անարգելու արդյունք են, մարդը զգում է, իր հետ եթե մեկը խոսում է, ուզում է ուղղել, ուզում է մի բան սովորեցնել, իրեն անարգելով է մոտենում, բայց եթե դու սեր ունես, սիրով ես մոտենում, սիրուց դրդված ես խոսում, ում հետ խոսում ես, նա զգում է դա, նա նկատում է դու ինչ նպատակով ես անում, և եթե նկատում է և ուրանում քո սիրուց դրդված վերաբերմունքը, դու անպարտ ես, էլ մեղավոր չես, դու արեցիր, բնական է արեցիր, այն ինչ որ հաճելի էր Աստծուն, նույնիսկ եթե խիստ էր պետք խոսել, սիրուց դրդված մարդը խիստ էլ կխոսի, Աստծո կամքը կանի, դիմացինը եթե անկեղծ լինի կնկատի, որ իրեն հարգող մարդ է, այս խստության մեջ էլ քաղցրություն կա, որովհետև սերը քաղցր է, նրա գործերը քաղցր, օրհնի մեզ Աստված, սիրո մեջ ուժ կա, որ քո ընկերոջ հավատարիմ մնաս, ուժ կա, զորություն տվող ակունք է դա, որ դու հավատարիմ մնաս քո ընկերոջը, եթե ընկնի էլ նրա ձեռքը բռնես, հավատարմությամբ կանգնեցնես, և եթե ձեռքը բռնում ես, նկատում է ում ձեռքը որ բռնել ես, չէ, բարեկամն է իրեն։ Մի օրինակ կուզեմ կարդալ մեր եղբայր Պետրոսից, որ իսկապես Աստծուն սիրող մարդ էր, խոնար մարդ, որ թույլ տվեց իր մասին պատմվի դարեց դար, ավետարանում գրվի նույնիսկ իր լավ արարքը, նույնիսկ վատ արարքը, սա իր խոնարհությունն էր, որ տարավ նրան, որ իր մասին էլ գրվի, թեև երկնքում է, շատ մարդիկ կան, որ նրանց մասին գրված է, թեև հիմա դժոխքում են, Էդի չի նշանակում, որ իրավունք չունեն պատմագետները գրել մեկի վատն ու մեկի լավը, բայց Պետրոսը մի անկեղծ մարդ էր, անխռով մարդ, ուրեմն երբ որ Հիսուսը բաներ խոսեց, զգուշացումներ, որ աշակերտներին ասեց, պիտի մատնվի նեղության և դուք թողնելու եք ինձ, հեռանալու եք, Մատթեոսի ավետարան 26:33-ում Պետրոս այսպիսի խոսք ասեց, Պետրոսն ասեց, թեև ամենքը գայթակղվեն քեզանից, ես երբեք չեմ գայթակղվի, ընտրություն էր սա, հիշում եք չէ այս խոսքը, ընտրություն էր սա, Տերը չասեց, ինչու ես այսպիսի բան ընտրել, չմեղադրեց Պետրոսին, սակայն Տերը տեսնում էր, որ Պետրոսը թեև այս բարի լավ ընտրությունը ունի, բայց այս ընտրությունը չի կարա իրականացնի, որովհետև ինքնավստահ է, ասեց միջև ակաղաղեկանչելը 3 անգամ ինձ կուրանաս, դա դարձավ, որ եթե լավ բան ընտրում ես, քո անձին մի վստահի, որ այդ լավ բանը կանես, այ Աստծուն խնդրի, Տեր, ես քո կամքն եմ ընտրել, բայց զորացրու, որ ես անեմ, ընտրությունը ճիշտ էր, բայց ինչու էր ընտրել Պետրոսը սա, Տիրոջը սիրող մարդ էր, Տեր,
ասում է երբեք չեմ գայթակղվի, չեմ թողնի քեզ։ Այսպիսի մի ընտրություն։ Այո, դա օրինակ է նաև մեզ։ Մարդը, որ սիրում է Աստծուն, սիրուց դրդված է նրա խոսքը պահում։ Ով կարող է ասել, որ ես սիրում եմ Աստծուն։ Նա, որ նրա պատվերը պահում է, պատվերները պահում է։ Աստված է ասել սիրիր քո ընկերոջը քո անձի պես, եւ երբ որ մարդիկ կան քո շուրջը, որոնց նկատմամբ քո հավատարմությունը պիտի երևա, եթե սեր ունես, չես պակասի, չես թուլանա, կզորանաս, քո հավատարմությունը ցույց կտաս, կհաղթես։ Սերը ակունքն է այդպիսի ընտրություններ կայանցնելու։ Ով էլ քեզանից հեռանա, գայթակղվի, ես չեմ գայթակղվի։ Պետրոսի ընտրությունը, թեև իր ինքնավստահ լինելու պատճառով չկարողացավ դա պահել, բայց հետո դա դաս դարձավ։ Հովհաննեսի ավետարանում, երբ որ հարությունից հետո Տեր Հիսուսը խաչվելուց, գերեզման դրվելուց եւ հարություն առնելուց հետո իր աշակերտներին հանդիպեց, այսպիսի բան խոսեց Պետրոսի հետ։ Հովհաննեսի ավետարանի 21-րդ գլխից 16-15 համարից կարդամ մինչև 17 համարը։ Երբ որ ճաշեցին, Հիսուսն ասեց Սիմոն Պետրոսին, արդեն հարությունից հետո էր սա։ Լճի ափին նստած էին, Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ դրանցից ավելին, այս ամեն քո գործեր, այս ամենը, որ կա քո առաջին, դրանցից ավելի սիրում ես ինձ։ Նա էլ ասեց, այո Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Պետրոսին պատասխանեց, արածեցրու իմ գառները։ Դարձյալ ասեց Պետրոսին, Սիմոն Հովնանի որդի, գիտեք, Պետրոսի անունը նաև Սիմոն էր։ Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Նա ասեց, այո Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Դարձյալ Տերն ասեց, արածեցրու իմ ոչխարները։ Երրորդ անգամ ասեց նրան, Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Պետրոսը տրտմեց, որովհետև երրորդ անգամ նրան հարցրեց սա, թե սիրում ես ինձ։ Եվ պատասխանեց, Տեր, դու ամեն բան գիտես։ Դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Հիսուս նրան ասեց, արածեցրու իմ ոչխարները։ Ուրեմն, ինչու էր հանձնարարում արածեցրու իմ գառները։ Ինչու էր հանձնարարում արածեցրու իմ ոչխարները։ Պետրոսի պատասխանից էլ երևում է, որ ինքը ճանաչում էր Հիսուսին ամենագետ։ Ճանաչում էր Հիսուսին, որ ես ինչ ասում եմ, դու ավելին գիտես իմ մասին։ Դու ամեն բան գիտես։ Երրորդ անգամ պատասխան հիշում եք, նոր կարդացի։ Տեր, դու ամեն բան գիտես։ Գիտես, որ ես սիրում եմ քեզ, ու վստահ էր ասում, ես սիրում եմ քեզ։ Եվ հանձնարարեց, արածեցրու, ուզում ես ծառայել։ Ուզում ես ծառայել, ում որ ծառայում ես, պիտի նախ նրանց համար մտածող լինես, անհանգստացող, քո սրտում ունենաս այդ ժողովրդին։ Ընտանիք ես կազմում, ուշադիր եղիր։ Պատրաստիր քո անձը, որ սրտումդ պիտի ընտանիքդ ունենաս, քո ընկերոջը սիրես քո անձի պես, պիտի ծառայես, քո պաշտոնը կատարես, ընտանիքում քո պաշտոնը կատարես, քո ընկերության մեջ քո պաշտոնը կատարես, եկեղեցում քո պաշտոնը կատարես, սիրուց դրդված։ Դա է քեզ տալու իմաստություն, կարողություն, որ մինչև վերջ հավատարիմ մնաս նրանց։ Եթե ընկնեն էլ կարանաս, կանգնեցնես, կարանան քեզ հետ կիսվեն,
միտք արտահայտեն, չփախնեն քեզանից, հասկանան բարեկամ կա իր կողքի, բարի կամեցող, սերը իրոք լրացնում է մեզ, մեր այն գիտության պակասը, որ մենք ունենք լրացնում է, շատ բաներ դեռ չենք հասցրել կրթվել, շատ բաներ ունենք սովորելու, ում հետ ինչպես վարվենք, բայց սերը տալիս այդ իմաստությունը, ակունք է իմաստության, Տերը ձեզ օրհնի, մեզ զորացնի, հիմա միասին խնդրենք, հա, Տեր մեր պակասությունները լրացնելու համար տեսնում ենք հենց մարդ սիրել պիտի սովորենք, մարդկանց հետ ուզում ենք ճիշտ վարվել, մարդ սիրել պիտի սովորենք, դու մեզ օրհնիր և առաջնորդիր, լցրում ես քո սիրով, քո սիրուց դրդված մենք կարողանանք լիարժեք գիտությամբ վարվել մարդկանց հետ, որտեղ որ սխալ ենք վարվել, Տերը մեզ ների, որտեղ որ սիրով չենք վարվել, այնպիսի վերաբերմունք ենք ցույց տվել, որ անարգել ենք, ցավացրել ենք մեր շրջապատին, Տերը մեզ ների, պարտվել ենք, Տերը մեզ ների, դուք նկատեցիք, Հռոմեացիս նամակի խոսքը ասում է, այն մի շնացիր, մի գողացիր, այս բոլոր պատվերները, այս օրեն բանում են, բովանդակվում, սիրիր քո ընկերին քո անձի պես, նույնիսկ աշխարհը չի հասկանում անհավատարմությունը, անօրինական կապը, որ անվանեց շնություն, դա ոչ թե սեր է, այլ հակառակ, մարդու անարգել, դա սեր չի, աշխարհը մտածում է, շնություն ասում է սիրով վարվել, բայց հակառակ գնահատական է տալիս Աստված, Աստծուն սիրող մարդը, Աստծուն նման է մտածում, Սիրո մեջ սա կա հավատարմություն, եթե նույնիսկ դիմացինս առիթ տա ինչ-որ նմանատիպ մեղք գործելու, ես դա առիթը չպիտի գործածեմ, անհավատարիմ չպիտի լինեմ իր անձի հանդեպ, սերը դրան է տանում, հավատարիմ լինելու իր կողքը լինողին, անբարոյական չվարվել, սիրո մեջ այդ զորությունը կա հաղթելու, ամեն օտար մտքի, Տերը ձեզ օրհնի, աղոթք անենք։